Գիրք Եզեկիել, գլուխ 19. Եվ դու ողջ բարձրացրու Իսրայելի իշխանների վրա, և ասիր. ի՞նչ է քո մայրը, մի մատակ առյուծ, որ առյուծների մեջ է պառկում, որ իր լակոտներին կորյունների մեջ է մեծացնում։ Եվ նա մեծացրեց իր լակոտներից մեկին, որ մի կորյուն եղավ, և սովորեց հափշտակություն անել, և որ մարդ էր ուտում։ Եվ ազգերը լսեցին նրա մասին։ Նա բռնվեցավ նրանց փոսումը, և նրան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը։ Եվ երբ որ տեսավ, որ թուլացել է, հույսը կտրվել է, այն ժամանակ իր լակոտներից մեկին առավ, մի կորյուն շինեց նրան։ Եվ նա ման եկավ առյուծների մեջ, առյուծ եղավ, և սովորեց հափշտակություն անել, և մարդ ուտել։ Եվ նա գիտաց նրա որբևարիներին, և քանդեց նրանց քաղաքները, և սարսափեց երկիրն ու նրա զորությունը նրա մռնչելու ձայնիցը։ Եվ ազգեր վեր կացան նրա վրա գավառներից շուրջանակի, և տարածեցին նրա վրա իրանց ցանցը։ Նա էլ բռնվեցավ նրանց փոսումը, և նրան շղթաներով վանդակում դրին, և նրան տարան Բաբիլոնի թագավորի մոտ, և նրան դրին բերդում, որպեսզի նրա ձայնը մյուս անգամ չլսվի Իսրայելի սարերի վրա։ Մայրդ քո նմանությունով ջրերի վրա տնկված որդի նման է, որ պտղատու և ոստալից եղավ շատ ջրերից։ Եվ նա զորավոր շառավիղներ ունեցավ իշխանների գավազանների համար, և նրա հասակը բարձրացավ մինչև ամպերի մեջը, և նա երևեցավ իր բարձրությունովը, իր ճյուղերի առատությունովը։ Բայց նա խլվեցավ բարկությունով, գետինը գցվեցավ, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղը։ Կոտրատվեցան և չորացան նրա զորավոր ճյուղերը, կրակը լափեց նրան։ Եվ հիմա տնկվել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։ Եվ կրակ դուրս եկավ նրա ոսტերի մի շառավիղիցը, կերավ նրա պտուղը։ Եվ նրա վրա զորավոր ճյուղ չմնաց իշխանի գավազանի համար, սա ողբ է, և ողբ պիտի լինի։